Վատ լուրեր Հայաստանի այն քաղաքացիների համար, ովքեր ուզում էին գալ եւ եվրոպական որևէ երկում Ֆրանսիայում, Գերմանիայում, Նիդերլանդներում ապաստան հայցել։ 2026 թվականի հունիսի 12-ին Եվրոպական միությունում պաշտոնապես ուժիչ մեջ է մտել նոր ընդհանուր եվրոպական ապաստանի համակարգ կոչվող բարեփոխումը։ Այն նախատեսում է ապաստանի տրամադրման կանոնների խստացում եւ նպատակ ունի ավելի արդյունավետ վերահսկել ու սահմանափակել միգրացիոն հոսքերը։ Ես Ֆրау Լալեյանն եմ եւ այսօր մանրամասն կպատմեմ այդ օրենքի փոփոխության մասին, ինչպես է այն կիրառվելու Գերմանիայում, Ֆրանսիայում եւ Նիդերլանդներում, առանձին անդրադառնալու եմ այդ երկրներին ուշադրություն, կմանրամասնեմ թե ինչ ազդեցություն կունենա Հայաստանի քաղաքացիների համար։ Թար նոր դուրս եկած օրենք է իմ մեկնաբանությամբ, ես ներկայացնում եմ տեղեկատվություն միմիայն փաստելով եւ այդ օրենքի փոփոխությանը գերմաներեն, ֆրանսերեն եւ հոլանդերեն լեզվով կարող եք ծանոթանալ մեկնաբանությունների մեջ աղբյուր բաժնում եւ այսպես գնացինք։ Բարեփոխումների այս փաթեթը ունի մի քանի անցումային կետեր եւ այսպես առաջինը սահմանային արագացված ընթացակարգերի մասին է խոսում։ Ապաստանի դիմումների մեծ մասը կքննարկվի այսուհետ անմիջապես ԵՄ արտաքին սահմաններում, այսինքն սահմաններից դուրս, եւ գործընթացը պետք է իրականացվի շատ ավելի արագ ընթացակարգով։ Այն անձինք, որոնց ապաստան ստանալու հավանականությունը ցածր է, կանցնեն հատուկ արագացված ընթացակարգ, որը կարող է տևել մինչև 12 շաբաթ։ Սա հատկապես վերաբերվում է այն երկրների քաղաքացիներին, որոնց համար ԵՄ-ում պաշտպանություն ստանալու միջին ցուցանիշը 20%-ից ցածր է։ Այդ երկրների շարքում են օրինակ Կոսովոն, Բանգլադեշը, Թունիսը, Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Սերբիան, Ալբանիան եւ այլն։ Արագացված ընթացակարգը կկիրառվի նաեւ հասարակական անվտանգության համար վտանգ ներկայացնող անձանց նկատմամբ, նաև նրանց նկատմամբ, ովքեր կեղծ տեղեկատվություն են ներկայացնում իրենց ինքնության մասին, հայերեն ասած ուրիշի անունով են հանձնվել, ինչպես նաև կիրառվելու է այն դեպքերում, երբ անձը չունի անհրաժեշտ փաստաթղթեր, հայերեն ասված անձնագիրը պահել ես եւ միգրացիոն աշխատակցին այն չես տվել։ Այս ընթացքում դիմումատուները, ներառյալ երեխաներ ունեցող ընտանիքները, պետք է մնան հատուկ սահմանային կենտրոններում։ Սկզբնական փուլում ԵՄ երկրները նախատեսում են ստեղծել 30,000 տեղ նման կենտրոններում, իսկ հետագայում այդ թիվը կավելանա։ Այսինքն, սիրելի հայեր, մոռացեք տաքուկ լագերները, ձեզ կտեղափոխվեն օրինակ գերմանական սահմանի ինչ-որ անտառային լագեր եւ դուք պետք է սպասեք մինչեւ ձեր հարցով որոշում կայացվի։ Իդեպ, լայքեք այս վիդեոն, իսկ եթե բաժանորդագրվեք իմ ալիքին, ապա իմ օրհնանքներով ձեզ դեպորտ չեն անի։ Դե լավ, այդ կատակ էր, բայց խոսենք նաեւ թե ոնց է այսուհետև իրականացվելու նախնական ստուգում, այսպես կոչված screening-ը։ Ապաստան հայցողները նախ կանցնեն պարտադիր ստուգման փուլ։ Այն ներառում է անձի նույնականացում, առողջական վիճակի ստուգում, անվտանգության ստուգում, կեսաչափական տվյալների հավաքագրում եւ այլն։ Նպատակն է արագ որոշել, թե որ ընթացակարգն է կիրառվելու տվյալ անձի նկատմամբ եւ ավելի արդյունավետ վերահսկել ապօրինի մուտքը ԵՄ։ Նոր բարեփոխումները սահմանում են նաեւ համերաշխության մեխանիզմ։ Նոր կանոններով պահպանվում է այն սկզբունքը, որ ապաստանի դիմումի հիման վրա պատասխանատվությունը կրում է այն երկիրը, որտեղ միգրանտը առաջին անգամ մուտք է գործել ԵՄ, այսինքն այսպես կոչված Դուբլինի սկզբունքը, սակայն այժմ գործելու է պարտադիր համերաշխության մեխանիզմը։ Ամեն տարի մոտ 30,000 փաստական պետք է վերաբաշխվի այն երկրներից, որոնք առավել մեծ միգրացիոն ճնշման տակ են գտնվում, օրինակ Իտալիան, Հունաստանը։ Այն պետք է բաշխվի դեպի ավելի քիչ ծանրաբեռնված ԵՄ երկրներ։ Այսինքն, սիրելիներ, եթե դուք եկել եք ու հանձնվել եք օրինակ Ֆրանսիայում կամ Գերմանիայում, ապա հիմա շատ հնարավոր է, որ ձեզ վերաբաշխեն եւ դուք հայտնվեք Հունգարիայում կամ էլ Չեխիայում։ Եվ միևնույն ժամանակ անդամ պետությունները կարող են չընդունել միգրանտներին եւ դրա փոխարեն տրամադրեն ֆինանսական կամ կազմակերպչական աջակցություն, այսինքն միգրանտները ընդունելու պարտադիր պահանջ չկա։ Նոր օրենքով նախատեսվում է նաեւ վերադարձի կենտրոնների ստեղծումը, այսպես կոչված return hubs։ Նոր համակարգը նաեւ թույլ է տալիս ստեղծել հատուկ կենտրոններ ԵՄ-ից դուրս գտնվող երկրներում։ Այդ կենտրոններում կարող են տեղավորվել այն անձինք, որոնց ապաստան
Ապաստանի դիմումները մերժվել են եւ որոնք սպասում են հայրենադարձմանը։ Ներկայումս նման կենտրոնների ստեղծման վերաբերյալ դեռևս որևէ միջազգային համաձայնագիր ստորագրված չէ։ Բայց եթե դուք օրինակ Ֆրանսիայում բռնվեք, ձեր դեպորտին օրինակ կարող եք սպասել Սերբիայի որևէ միջհոլում։ Հիմա կարևոր մասը անդրադառնանք Գերմանիային, Ֆրանսիան եւ Նիդերլանդներին եւ այսպես սկսենք Գերմանիայից։ Ինչ է փոխվում Գերմանիայի համար։ Ուրեմն Գերմանիան 2026 թվականին պարտավոր չէ հավելյալ ներդրում կատարել համերաշխության մեխանիզմների շրջանակում, քանի որ արդեն ընդունել է մեծ թվով ապաստան հայցողների, որոնց գործերը իրականում պետք է զբաղվեն այլ ԵՄ երկրները։ Դա նշանակում է, որ հավանականությունը շատ մեծ է, որ Գերմանիան հանձնվողին ուղարկեն ԵՄ այլ երկիր։ Գերմանիայի օդանավակայաններում պետք է ապահովեն ընդհանուր առմամբ 374 տեղ արագացված ապաստանի ընթացակարգերի համար։ Արդեն հուլիսի 12-ին Բեռլին-Բրանդենբուրգի օդանավակայանում բացվել է հատուկ կենտրոն, որտեղ կքննարկվեն ապաստանի դիմումները։ Այն անձինք, որոնք տեղակայված կլինեն այդ կենտրոններում, իրավական տեսանկյունից կհամարվեն, թե դեռևս մուտք չեն գործել Գերմանիա, հետևաբար նրանք չեն ընդգրկվի արտաքսումների պաշտոնական վիճակագրության մեջ։ Այսինքն, սիրելիներ, Գերմանիան ամեն ինչ անելու է, որ օդանավակայանում հանձնվողներին շուտ ուղարկի հետ եւ անգամ մանրամասն գործերը չքննի։ Իդեպ այս վիդեոյի նկարագրության մեջ կգտնեք մի լինք, որտեղ ես պատմում եմ, թե ինչու Գերմանիան արտաքսում է հայերի եւ ինչ անել, եթե դուք արտաքսման վտանգի տակ եք ընկել։ Իսկ հիմա խոսենք Ֆրանսիայից։ Ֆրանսիայի համար այս բարեփոխումը նույնիսկ ավելի կարևոր է, քան Գերմանիայի համար, քանի որ Ֆրանսիան երկար տարիներ պայքարում է ապաստանի համակարգի ծանրաբեռնվածության եւ երկրորդային միգրացիայի դեմ։ Այսինքն, երբ միգրանտները մեկ այլ երկրից բարբերաբար տեղափոխվում էին Ֆրանսիա եւ այստեղ մնում։ Այս դեպքում բարեփոխումների շրջանակներում Ֆրանսիան շահում է այն, որ միգրանտների մի մասը արդեն պետք է ստուգվի դեռևս Իտալիայի, Հունաստանի, Իսպանիայի կամ Բուլղարիայի սահմաններին, մինչ նրանք հասնեն Ֆրանսիա։ Սա ԵՄ բարեփոխման գլխավոր նպատակներից մեկն է։ Այն անձինք, որոնց ապաստանի դիմումը քիչ շանս ունի հաստատվելու, կարող են շատ ավելի արագ անցնել սահմանային ընթացակարգով եւ վերադարձվել։ Ֆրանսիան վաղուց էր պահանջում արագացված այս գործընթացը եւ վերջապես հասավ իր ուզածին։ Նոր կանոններով ԵՄ երկրները պետք է կիսեն պատասխանատվությունը, եթե որոշ երկրներ չափազանց մեծ միգրացիոն ճնշման տակ լինեն։ Մյուս երկրները պետք է աջակցեն ֆինանսապես կամ կազմակերպչական ձևով։ Սակայն Ֆրանսիան նույնպես պարտավորություններ կունենա, եթե ապագայում Իտալիան, Հունաստանը կամ Իսպանիան մեծ ներգաղթային ճնշման տակ հայտնվեն, Ֆրանսիան կարող է մասնակցել վերաբաշխման ծրագրերին կամ ֆինանսական աջակցություն տրամադրել։ Իդեպ վիդեո նկարագրության մեջ կգտնեք նաև հարցազրույց Ֆրանսիայում սոցաշխատողի հետ, որը պատմում է Ֆրանսիա միգրացիոն խնդիրներից։ Իսկ հիմա խոսենք Նիդերլանդներից։ Նիդերլանդների համար այս բարեփոխումը հավանաբար ամենախիստ ազդեցություններից մեկն ունի, քանի որ հոլանդական կառավարությունն արդեն մի քանի տարի է փորձում է կրճատել ապաստան հայցողների թիվը եւ արագացնել որոշումների կայացումը։ Ինչ է փոխվում Նիդերլանդներում։ Ապաստանի դիմումների որոշումները պետք է շատ ավելի արագ լինեն։ Նոր ԵՄ կանոններով ապաստանի դիմումների քննությունը պետք է ավարտվեն զգալիորեն ավելի կարճ ժամկետներում։ Նիդերլանդներում ներկայում որոշ գործերը ձգվում են մինչև 2 տարի, իսկ նոր համակարգի նպատակը որոշումները կանցկացվեն առավելագույնը մի քանի ամսվա ընթացքում։ Այս դեպքում ավելի դժվար կլինի երկրորդ փորձ անել այլ ԵՄ երկրում։ Եթե մարդը նախ գրանցվել է Իտալիայում, Հունաստանում կամ այլ ԵՄ երկրում, ապա Նիդերլանդները ավելի հեշտությամբ կկարողանան նրանց վերադարձնել առաջին պատասխանատու երկիր։ Նպատակն է կանխել, որ միգրանտները մի քանի երկրում հերթով ապաստան չխնդրեն։ Բացի այդ, ժամանակավոր կացության թույլտվությունները կկրճատվեն։ Սա էլ արդեն երկրում գտնվող փախստականներին է վերաբերվում։ Նիդերլանդների սենատը հաստատել է նաև ազգային օրենսդրական փոփոխություններ, որոնց համաձայն որոշ ապաստան ստացած անձանց ժամանակավոր բնակության թույլտվության ժամկետը 5 տարուց կրճատվում է մինչև 3 տարի, իսկ մշտական կայացության իրավունք ստանալը դառնում է շատ ավելի բարդ։
մարդ։ Բացի այդ, խստացվել են նաև ընտանիքի վերամիավորման կանոնները։ Իսկ ինչ է փոխվում հայաստանցիների համար։ Հայաստանի քաղաքացիների համար այս բարեփոխումը հիմնականում կարևոր է ապաստանի դիմումների, ոչ թե սովորական վիզաների աշխատանքի կամուսման համար։ Չմտածեք, որ եթե եկաք սովորելու, ձեզ տրշելու են ուղարկեն հետ Հայաստան, ժողովուրդ։ Ինչու եմ ասում, որովհետև շատերը երբեմն տեքստը չեն կարողանում ճիշտ ընկալել։ Եթե հայաստանցին ԵՄ սահմանին ապաստան է խնդրում, գործընթացը կարող է շատ ավելի արագ լինել եւ նոր համակարգով այդ երկրների քաղաքացիները, որոնց ապաստան ստանալու տոկոսը ցածր է, կարող են անմիջապես ուղարկվել արագացված սահմանային ընթացակարգի։ Այս դեպքում հայաստանցին կարող է մինչև 12 շաբաթ մնալ սահմաններում առանց ԵՄ տարածք պաշտոնապես մուտք գործելու եւ ԵՄ-ի նպատակը այժմ ոչ թե մարդկանց ներս թողելն է ու հետո գործերը քննելը, այլ հնարավորինս արագ որոշել, թե ով ունի պաշտպանության իրավունք, իսկ ով ոչ։ Իսկ ապօրինի մնալու դեպքում վերադարձի ռիսկը ավելանում է։ Նոր կանոններով հեշտացվում են մերժված ապաստան հայցողների արտաքսումը եւ ԵՄ-ից դուրս գտնվող վերադարձի կենտրոնների օգտագործումը։ Այս բարեփոխումը վերաբերում է հիմնականում ապաստանի եւ անօրինական միգրացիայի հարցերին։ Կոմենտներում գրեք, թե ինչ եք կարծում, ինչ ազդեցություն կունենա սա հայերի վրա եւ արդյոք կկարողանալու է ԵՄ-ն նման ձևով վերահսկել ապօրինի միգրացիան։ Սպասում եմ նաեւ կոմենտներում ձեր օրինակներին այս վիդեոն պատրաստելու եւ կարեւորագույն տեղեկատվությունը ձեզ հասցնելու համար։ Ստեսություն։ Ես արդեն հոգնեցի։